Շնորհակալություն ընկերներ մասնակցության համար, շնորհակալություն մեր լավ ընկերներին, ակումբականերին, ովքեր որ մեր հետ են, շնորհակալություն ակումբականերին, ովքեր որ երկար ժամանակ են մեր հետ ու այստեղ շատերն եմ տեսնում անուններով չթվարկեմ, շնորհակալություն մեր բոլոր ընկերներին, ովքեր որ արտասահմանից են եկել, այստեղ մենք ինչ-որ բաներ փոփոխված էր, որ ֆիլմերում ասում ենք, այդ ինֆորմացիան փոխված է, օրինակ 20 քաղաքներ են ասում, իրականում 20 երկիր է արդեն դարձել, մի երկու ամս առաջ ենք այս ռոլիկը պատրաստել, ու տենց ինչ-որ որոշ բաներ կա փոփոխված, հիմնականում դեպի ավելի դրական ուղղությամբ, շնորհակալություն բոլոր հյուրերին, ոչ ակումբական, պետական պաշտոնյաներին, ընկերներին, ովքեր որ պատվել են մեզ եւ ներկա են գտնվել, շնորհակալ եմ, շնորհակալություն թիմին, որ ասենց հրաշալի միջոցառում է կազմակերպել, չթե ես եմ երևում, բայց իմ հետևը թիմն են, էլի, այտենց ես անգամ որ ֆրֆռում եմ գալիս եմ խոսում եմ այս օրին։ Այդպես, շնորհակալություն բոլորին, հիմա համառոտ պատմեմ ինչ է իրենց ներկայացնում Անտաշյանցը, ինչ պլաններ կա, ինչ է իրենց ներկայացնում Անտաշյանց Global Business Forum-ը։ Ասեմ, որ ամեն տարի աշխարհագրությունը մեծանում է այս մեր միջոցառումների, եթե անցյալ տարի մեր մոտ մենք ունենք, անցյալ տարի ունենք մոտ տարբեր չէ ոչ 14 թե 15 մասնաճյուղ ունենք, երբ որ մենք ֆորում կազմակերպեցինք, այս տարի արդեն 20 մասնաճյուղ 20 քաղաքում, հետևաբար 20 քաղաքից մեր գործարաններ կան, այստեղ գալու են այս 7 օրերի ընթացքում, ու նաև գալու են ընկերներ, ովքեր որ մենք այդ քաղաք երկրները դեռ չունենք մասնաճյուղ են, բայց պլանավորում ենք, ասենք Ֆինլանդիայից է մարդ լինելու, Էստոնիայից է գործարար լինելու, Լիտվայից է լինելու եւ այլն, որոնք որ այս բան մենք մասնաճյուղ չունենք, բայց պլանավորում ենք իրենց հետ բացենք, հենց որ մոտ 20 երկրից այս ընթացքում հանդիպումների հնարավորություն կլինի մարդկանց հետ այստեղ էլ կան բավական շատ որոշներ այսօր կհասցնենք ծանոթանալ։ Ինչ է մեր նպատակը։ Մեր նպատակը միավորել հայկական տնտեսական ռեսուրսը աշխարհով մեկ։ Մենք հսկայական տնտեսական ռեսուրս ունենք ու այդ տնտեսական ռեսուրսից մենք ցավոք տեղյակ չենք ու առաջին մեր նպատակն է միավորել այդ տնտեսական ռեսուրսը, ճանաչել այդ տնտեսական ռեսուրսը եւ համագործակցել։ Ու Մանթաշյանց Global Forum-ը այդ այն ֆորմատն է դառնալու, որը որ կմիավորի տարվա ընթացքում, այս մի շաբաթվա ընթացքում տարբեր երկրներից ու քաղաքներից կհավաքվեն այստեղ, հիմա են արդեն հավաքում, բայց գնալով աշխարհագրությունը կմեծանա եւ սա ոնց որ կդառնա հայկական Դավոս, այսինքն այս օրերին հայկական բիզնեսը կենտրոնացած կլինի այստեղ ու բազմաթիվ համագործակցություններ, հնարավորություններ կստեղծի։ Մեր երազանքը այդ է ապագայում ստանալ հայկական Դավոս։ Այս հիմա մասնակցելու ընդհանուր 7 օրերի ընթացքում մոտ 1000 մարդ է մասնակցելու միջոցառումներին, ընդհանուր իրար վերցրած, բայց մեր նպատակն է ապագայում 5000, 10000 մարդ մասնակցի, ու ոչ միայն հայեր։ Հա, այս ոնց որ ինչպես ենք միավորում հայկական տնտեսական ռեսուրսը, սկզբում մասնաճյուղեր, հետո իրար հետ համագործակցություն։ Օրինակ, մենք վերջերս Վարշավայում բացվեցինք մասնաճյուղով, Վարշավայից արդեն գործարաններ կան, որ այս օրերին գալու են այստեղ։ Արդեն գնալու է համագործակցություն։ Մենք գնացել ենք այնտեղ հանդիպել ենք իրենց հետ, հիմա իրենք են այստեղ գալու եւ արդեն համագործակցություններ լինելու է, ստացվելու է այս ընթացքում։ Ու այս տարվա ընթացքում դեռևս բավական շատ մասնաճյուղեր բացելու պլաններ կա, ինչը նաեւ ապագայում բավական շատ համագործակցություններ, հնարավորություններ կտա։ Մենք հիմնականում ինչպես են կազմակերպում, որ մարդիկ իրար հետ աշխատեն, շփվեն, համագործակցեն, on-line եւ off-line հանդիպումների միջոցով տարեկան 1000-ից ավելի միջոցառում են կանում ամբողջ աշխարհով մեկ, որոնց բավական մեծ մասը դա networking-ային է, որպեսզի իրար ճանաչեն, հասկանան, on-line Zoom, օրինակ ծանոթացման միջոցառում են կանում, պարենական ասած Չինաստանի եւ Լոս Անջելեսի մեր ակումբականների միջև, անում ենք Բելգիայի եւ Չեխիայի ակումբականների միջև, որ անընդհատ որ մարդիկ կարողանան իրար հետ շփվել, ու այս օրերը, այս հուլիսի առաջ շաբաթը, ոնց որ օրը, որի ընթացքում off-line են կարողանում մարդիկ իրար հետ շփվեն, հանդիպեն, քննարկեն ու շատերը կան մեծ ուրախությամբ կարող եմ ասել, որ հենց այս օրերին են պլանավորում նաև Հայաստան այցելությունը։ Նույն Լոս Անջելեսից բավական մեծ պատվիրակություն ունենք, որ գալիս են Մոսկվայից մեր ընկերներ կան եւ այլ տարբեր մասնաճյուղերից այսօր այստեղ ներկա են լինելու։ 3 ֆորմատ ունենք, որը որ օգնում է, որ ակումբականներն իրար հետ համագործակցեն, դա կայքն է, որը այս պայմանությամբ արդեն բոլոր ակումբականները կարողանում են լոգին լինել եւ ըստ քաղաքի գտնել գործընկերների ակումբական, ասենք սեղմում ենք Լոս Անջելեսի վրա, բերում են Լոս Անջելեսի բիզնեսները, սեղմում ենք Պրագա, Չեխիայի վրա, բերում են Չեխիայի ակումբական գործարարները եւ այլն եւ այլն։
չաթեր, որը որ միավորված է եւ community մենեջերները, բոլոր ակումբականներին կցված է մենեջեր, որպես կոնսերտ ծառայություն, որ կարողանա ակումբի շրջանակներում աջակցություն ցույց տալ, խորհրդատվություն տա եւ այլն։ Պայմանական ասած ինչ որ մեկը Պրագայում մարդ է փնտրում, իսկ կոնսերժին այդ community մենեջերը հարցնում է Պրագայում ով կա, ծանոթացնում է եւ գնում է գտնում է իրենց։ Հա, բիզնես տուրերը նաեւ մեր այդ գլոբալ հայկական տնտեսական ռեսուրսը ճանաչել եւ համագործակցելու համար կարևոր մեր ֆորմատներից մեկը բիզնես տուրերն են։ Այս տարի ինչ բիզնես տուրեր կար, մենակ այս տարվա տուրերի մասն է խոսքը։ 2025-ին Լոս Անջելես ենք տուր արել, Չեխիա ենք տուր արել, Վրաստանում ենք արել, Լեհաստան, Ավստրիա։ Այնտեղ հա, մի հետևել մի քանի օր Գերմանիայում ենք եղել, Համբուրգում։ Մենակ բիզնես տուրեր են կարել այս երկրները, որ ամեն մեկին մասնակցել է 20, 30, 15 մարդ ամոթարպես։ Մասնակցել ու բոլորի ժամանակ հանդիպումներ եղել նաև լոկալ տեղի հայ բիզնեսմեններին։ Այցելություն է եղել այնտեղի տուր, այնտեղի հայ տուրեր են արել, տուրեր են կարել այնտեղի բիզնեսները եւ այլն եւ այլն։ Օրինակ, Լոս Անջելեսը մի քիչ համատաբար երկար մնացինք 10 օրվա ընթացքում, բազմաթիվ տուրեր արեցինք այնտեղի հայ գործարարների մոտ, որ իրար ծանոթանան, շփվեն, ընկերանան եւ այլն մանատիպ բաներ։ Ինչ եք ստանում արդյունքում։ Արդյունքում ստանում ենք այն, որ հայ գործարարը աշխարհով մեկ հնարավորություն է ունենում մեկ ձեռքի հպումով լուծել իրեն հետաքրքրող հարցերը։ Մեկ ձեռքի հպումով կամ մեկ զանգով լուծել մեզ հետաքրքրող հարցերը ամբողջ աշխարհով մեկ։ Դա վերաբերվում է Երևանի գործարարին, դա վերաբերվում է Կապանցի գործարարին, դա վերաբերվում է Անտվերպենի գործարարին կամ Լոս Անջելեսի եւ այլն եւ այլն։ Անդրեին տեսա հիշեցի Անտվերպենի։ Այդպես, այսինքն ամբողջ աշխարհով մեկ հայ գործարարը մանավանդ մեծ հնարավորություններ ունի ամբողջ աշխարհով մեկ իր համար հարցեր եւ խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Ամենակարևոր բանը, որը անցյալ տարի մեր խորհրդի հետ կարողացանք որոշել, ամենակարևոր արժեքային կետերը, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, որ այդ արժեքային այն մարդկանց մոտ էլ որ իրենք կրողը չեն, չնայած մեծամասնությունը կրող են այս արժեքներին, մենք անընդհատ խոսում ենք այս մասին, որ ում մոտ կրողը չեն, իրենք դառնան կրողը, առաջինը փոխօգնությունը։ Մենք ասում ենք ակումբում մենք գալիս ենք իրար օգնելու համար։ Առաջինը կենտրոնանանք նրա վրա, թե մենք ինչով կարող ենք օգտակար լինել։ Օգտակարություն, առաջինը օգտակարություն։ Ու փոխօգնությունը մեր արժեքային կարևոր կետերից մեկն է։ Երկրորդը բարեբաշխություն։ Դրական վարք, դրական օրինակ, բարեբաշխություն, բառից ամբողջ իմաստով։ Երրորդը ամբիցիոզություն։ Մեր կարգախոսներից մեկն է, որ մենք շատ փոքր ենք, որ կարողանանք մեզ թույլ տանք ամբիցիոզ չլինել։ Պետք է ամբիցիոզ լինենք, պետք է գլոբալ մտածենք, պետք է գլոբալ պրոյեկտներ անենք, պետք է գլոբալ համագործակցություններ անենք, գլոբալ բիզնես կառուցենք։ Ու նմանատիպ հանդիպումները, հավաքները հենց այս ամեն ինչին են գալիս օգնելու, հենց հնարավորություն են տալիս գլոբալ գործելու, գլոբալ մտածելու եւ գլոբալ պլանավորելու։ Եվ հայկենտրոնություն մեր վերջին արժեքային կարևոր սկզբունքն է, ինչ է նշանակում հայկենտրոնություն։ Մենք էթնիկական ակումբ ենք։ Այսինքն ամբողջ աշխարհով մեկ որ կանք, դեռ մոտավորապես կեսը Հայաստանից, կես դրսից, բայց գնալով դրսինը կշատանա, այսինքն 700-ից մի քիչ ավել, նույնիսկ Հայաստանից ավել է, 700-ից մոտ 400 Հայաստանից են, մնացածը արտասահմանից է։ Բայց գնալով արտասահմանի կշիռը կմեծանա բնականաբար, քանի որ այնտեղ հայերը շատ են, հայ գործարարներն են։ Հիմա, բայց մենք էթնիկական ակումբ ենք, աշխարհում կան էթնիկական բիզնես ակումբներ, օրինակ ամենատարածվածը որպես էթնիկական խումբ հրեաների մոտ կան բազմաթիվ ֆորմատներ, հնդիկների մոտ կան ֆորմատներ, թային է կոչվում ամենամեծ բիզնես ակումբն է, The Indian Club, The Indian International, թե ինչ այդպես ինչ-որ անուն ուներ, 14,000 անդամ ունեն։ Եվ այլն, այսինքն շատ էթնիկական խմբեր ունեն, ռուսական թևի մոտ ավելի շատ ռուսախոս ակումբներն են տարածված, օրինակ Միացյալ Նահանգներում կան բան տենց հետսովետական ժողովրդի միավորող, բայց հիմնականում Ռուսաստանից հիմնադիրների կողմից։ Եվ այլն, այսինքն էթնիկական ակումբներ աշխարհով մեկ կան, հայկական էթնիկական ակումբ չկա, ցավոք սրտի, ու մենք առաջինն ենք ու հետեւաբար մեր կենտրոնում կամ հայ գործարարներ կամ այն մարդը, որ աշխատում է Հայաստան հետ, այսինքն եթե ինքը ապրում է Բելգիայում, բայց աշխատում է Հայաստան հետ ու հայ չի, կարող է մեզ միանալ։ Այդ ոնց որ կամ հայ կամ Հայաստան, հետեւաբար հայկենտրոնությունը դրանով է արտահայտվում մեր մոտ։ Հա, արագ անցնեմ մեր ֆորումի ծրագրի վրայով ու որ առանց օգնեցնելու գնանք առաջ շարունակենք։ Վաղը Ալեքսանդր Վիսոսին է լինելու մեր հյուրը, ինձ թվում է բավական շատ մարդիկ ճանաչում են իրան, ով է ճանաչում, հետաքրքիր է, ով է ճանաչում։ Հա, մեծ մասը չի, շատ լավ է։
բիզնես խորհրդատու եք, ինչու եք իրեն ընտրել, որովհետև ինքը խոսում է այն թեմաների մասին, որի հայկական բիզնեսում շատ ենք հանդիպում, այսօր երբ խոսեցինք, պարզվեց, որ ոչ միայն հայկական բիզնեսում կա, այդ ամբողջ հետխորհրդային երկրներում տարածված է, այսինքն կառավարման խնդիրներ, պատվիրակման խնդիրներ եւ այլ նման տիպ հարցեր, բիզնեսի աճի խնդիրներ ու հենց այդ մասն էլ խոսելու է, բիզնեսի աճի շրջափուլերը, կենտրոններ, ինչպես անցնել հաջող փուլ եւ այլն, այսինքն այդպիսի հարցերի թեմայով է խոսելու Վիսոստին, վաղն լինելու միջոցառում, Prime Volume, մեր այս 7 օրերի ընթացքում ամենամարտաշատ միջոցառումն է եւ այսօրվանից բացի նաեւ միակն է, որը նաեւ ակումբից դուրս անդամները կարող են միանալ։ Հիմա Prime Volume վաղը ժամ 3-ին մոտ արդեն 3 ժամն էլ քաղաքն Prime Volume, ասեմ որ լավ կլինի շուտ գաք, որովհետեւ 1000 տեղ ունենք եւ 1100 գրանցված։ Փորձեք շուտ գալ, հա։ Այնտեղ կարող տեղի խնդիր ունենալ։ Հա, հետո ինչ ենք անելու հաջորդ օրը, վաղն էլ networking կա սկզբում վերջում, հաջորդ օրը ամսի 2-ի Sales Camp networking, այդ մենք ասում ենք ոնց որ networking-ի մեր ֆորմատի անունը ներքին, առավոտյան networking ենք անելու ժամի 9-ից, եթե չեմ սխալվում, մեր գրասենյակում, հետո ինչ ենք networking անում, լինելու են այնտեղ լինելու են հայաստանցի եւ ոչ հայաստանցի։ Բաժանվելու են իրար երկու մասի, իրար դեմ դիմաց ու բանալ լինելու, այդ networking-ը ըստ դրա է գնալու առաջ։ Հետո բիզնես տուր ենք անելու մի քանի հատ, գնալու ենք Royal Armenia գործարան, այնտեղ սուրճ ենք խմելու եւ երեկոյան գնալու են Beer Academy գործարան, այնտեղ համ գործարանում տուր լինելու, վերջում էլ փորձարկելու են գործարանի պրոդուկտները։ Ուր Արմենը ստեղ է, չէ՞ ոնց որ։ Արմեն, հա, ողջույն։ Արմենի մոտ եք բարողում, հա։ Այդ երեկոն այդպես ավարտվելու է վաղը, ամսի 2-ին։ Հետո բիզնես տուր Կապան Լորին, ասեմ որ ի ուրախություն մեզ Կապանում այս անգամ ամենաշատ գրանցվողներն եղան Կապան այցելության ու 2 օրով էր այցելությունը, մոտ արպես 60 հոգի մենակ Կապան այցելությանը գրանցվեց, այդ բավական լավ թիվ էր։ Մենք նորություն էինք Կապանը դրել, Կապանի մասնաճյուղը համեմատաբար նոր է, անցյալ տարի բացվեց մեր մոտ, 17 գործարար ունեն Կապանից մեզ միացած ու բավական մեծ հետաքրքրություն կա, ինչը շատ լավ է ու միևնույն ժամանակ նաև Լոռի է գնալու տուրը, որը որ էլի այտենց Հովանես ինչպես միշտ լավ մեզ դիմավորել է։ Հետո հա, դե Կապանի ծրագիրն է, Տաթև, Գալանտրիկ, հետո այցելություն տարբեր ընկերություններ, տուր դեպի, հա, գիշերը արևածագի դիմավորում խոստոպում եւ այլ նման տիպ բաներ։ Ու նաեւ networking ընդեղ է, Լոռի ծրագիրն է, Անտար Resort, հա, այս Անտար Resort-ը Մարկահովիտի էլի լավ ասեմ, անցյալ տարվա մեր ակումբի ներսից ստեղծված պրոյեկտներից են, մեր արցախցի ընկերները ակումբից այս պրոյեկտը նախաձեռնեցին, մեր այլ ընկերները Լոս Անջելեսից ներդրում արեցին այդ պրոյեկտում, համ այստեղից համ Լոս Անջելեսից։ Այդ պրոյեկտի ոնց որ հիմնարկի արարողությունն է, այս գաղափարը ոնց առաջացավ, բանը, մեր երբ որ եղավ տեղահանությունը, մեր Լոս Անջելեսի ընկերներն ասեն եկեք զում անենք, տեսնենք ով պրոյեկտ ունի, փորձենք իրենց պրոյեկտները ներդրում անենք, որ այստեղ վերահսկեն, ու տենց ոնց որ դրանց երբ ամենահաջողված օրինակը էս էր, մնացածն եղավ այլ անուղակի ոնց որ աջակցություն եղավ, չգիտեմ, պատվերների տվող բան, ու ասեմ որ Արցախը մեր մասնաճյուղը այնտեղից ովքեր որ եկան, բոլորը, գրեթե բոլորը այս բանը արդեն բիզնեսները այստեղ վերահսկել են ու որոշները բարեհաջող, լավ բարեհաջող գնում են առաջ։ Շատերը ավելի ոչ թե որոշները։ Արթուրի նաև լավ աշխատանքի շնորհիվ։ Արթուրն էլ էստեղ խոսքասի։ Ու այդտեղ, հա, բիզնես այց շաքարի առանց ու էլ ինչ-որ բիզնես այցեր կան, չէ՞։ Այստեղ ոնց որ կարճ ինչ գրած, հա։ Եվ վերջում այս նոր բացված հյուրանոցը այնտեղ այստեղ լինելու է ընթրիք։ Այս հյուրանոցի գագաթին։ Հա, եւ ամսի 3-ի երեկոյան էլ այլ միջոցառում ունենք։ Մենք Դոմնիկի մեր գործընկերներից մեկը գործարան ունի Դոմնիկայում սիգար արտադրող, իր տնօրենն է այստեղ, պատմելու է, չենք կարող բացվող այդ հնարավորությունը, բավական երկար ժամանակ սիգարը գործարանի տնօրենն եղել, պատմելու է սիգարի մասին, հա, ու տենց էլ մեր գրասենյակում ենք անելու, բիզնես մեր գրասենյակում բիզնես լաունջ ունենք, որը բացվելու է մենակ ակումբականների համար, ու վաղը soft բացումը կլինի opening-ը, ըստ էության երեկոյան կգնանք այնտեղ եւ
տեսնենք ինչ է կատարում։ Ֆուտբոլը լինելու 4-ին, սպորտային օր, հուշտությամբ հաշվանդամներ չենք ունենա սրանց հետո մեր գլոբալ բիզնես վիկենդն է Ծաղկաձորում 2 օրով, այդ 2 օրի ընթացքում 400-500 մարդ է լինելու մոտավորապես մեր մոտ։ Թեմաներ են տարբեր, մեր զինված ուժերի թեման բնականաբար խոսելու է, ես եմ էլի խոսելու, հուսամ չեմ հոգնեցնի արդեն երրորդ անգամ ներդրումային պրոյեկտներ եք ներկայացնելու, այս նորություն է դե, այս ուղղությունը պլանավորում ենք զարգացնենք մեր մոտ, այս մասին չխոսեցի, ներդրումային սինդիկատ ենք բացել ակումբում, այսինքն մարդիկ ովքեր որ հետաքրքրված են ներդրում անելով եւ մարդիկ ովքեր պրոյեկտ ունեն, կապում ենք իրար, խորհուրդ լինելով որ ստուգում է այդ պրոյեկտները, նայում է զտում է մեջներից դա պրոյեկտները ու հետո մենք սկսում ենք այդ պրոյեկտների առաջ խաղացումը, որ իրենք գտնեն ներդրումներ մեր մնացած մասնաճյուղերում ու դրա օրինակ առաջի ներկայացումներից մեկը լինելու է այս օրը ու մի քանի ընկերներ պրոյեկտներ են ներկայացնելու, որ ավելի լավ ծանոթանան ներկա ու մասնակցեն։ Եվ էլի նետվորքինգային միջոցառում, անդադ նետվորքինգ շատ ենք անելու, ինչու, որովհետև մարդիկ կան, որ մենակ այսօր են այստեղ լինելու, մարդիկ կան, որ գալու են 5-ին 6-ին, նկատում արտասահմանի ընկերներին, էլի, մարդիկ կան գալիս են 3-ին 4-ին, դրա համար ամեն անգամ նետվորքինգ ունենք, որ բոլորին կարողանանք ճանաչել, հասկանալ, համագործակցել։ Հա, դե ու երեկոյան ժամանց մեր մոտ Սերգեյ Նասմբատյան լինելու սիմֆոնիկ նվագախմբով, Իվետ Անմուկուչյան, DJ եւ այլն։ Ոնց որ միշտ։ Հյուրերը լինելու տարբեր այս հաջորդ օրը արդեն տարբեր պանելային քննարկում ենք ունենալու պետական սեկտորի ներկայացուցիչների հետ, հետո բանախոսները լինելու Վիգենը դուրս եկավ, որովհետև Հայաստանում չի այս բայցում, նախապես պլանավորված ենք, բայց այս օրին Հայաստանում չի, դրա համար ոնց որ Լոնդոնում լինելու չի լինի։ Հաջորդ օրը էլի երեկոյանն էլ Կիրակի երեկոն էլ Գարիկ Սոնան են մեզ ժամանցի մասը ապահովելու, բանախոսները դե էս էր արդեն Հովակն է լինելու, Ալիքն է լինելու, Եսայան ու պետական սեկտորից տարբեր ներկայացուցիչներ, ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալն է լինելու առաջին անգամ մեր մոտ, հուսանք կշարունակվի բարի ավանդույթը, վատ չի ավարտվի, այդպես մոտավորապես, այս մեր ծրագրի մասին, մեր էջերին, եթե ինչ-որ մեկը չի հետևում և ուզում հետևի, այս էլ մեր էջերի ինվորմացիան, շնորհակալություն։ Էլի իսպանում եմ ասել, թե ավարտեմ։ Չէ, շնորհակալ ենք ձեզ, պարոն Վիրակյան,